Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն Սաղաթելյան, պայքար սկսելու ժամկետներ հիմական։ Դա պետք է հարցնեք մեր գործընկերներ։ Ձեր համար էլ է անորոշ, դրա համար չեք ուզում հենց հիմա տակեց ստորագրությունները, ասում եք սկսեք պայքարել, մենք էլ զուգահեռ Սկսեք չէ, սկսենք, պատրաստ ենք օժանդակել, պատրաստ ենք եւ այլ, ասել ենք իրենք ինչպես արձագանքեցին, չասացին շատ լավ, օրինակ։ իրենք կարևորեցին, որ լավ կլինի այս պայն մի բլանկի վրա ունենանք 34-ը, մենք բացատրեցինք մեր գործընկերներին, շատ նորմալ խոսել ենք, հասկացել ենք, ես այս պայն որևէ խնդիր չեմ տեսնում, կարծում եմ իրենց տեսակետը, մեր համար շատ հստակ, մերը իրենց համար հստակ, գուցե որոշ տեսակետներ, ինչը ցավը տանեմ, Իրենք ասում են այս պահի դրությամբ գործընթացը մեկնարկել է։ Հիմա որ 5 րոպե հետո ես էլի մեջին դնեմ 28, հետո տուն-տունիկ ենք խաղում։ Ինչի շուրջ։ Մեկ անգամ եւս հստակ ասում եմ, խմբակցությունը պաշտոնապես ասում է, 28 ստորագրությունը պատրաստ է, դրված է, երբ որ գործընթացը սկսվի, այդ գործընթացը ենթադրում է երկու ուղղությամբ աշխատանք։ Այդ ստորագրությունները կան։ Պատիվ ունեմ ցանկացած մեկի հետ բանակցելուց կամ իր հայտարարությունների մեջ կարող ասի, որ այդ 28-ը կա։ Իսկ փողոցային պայքարի Հիմա ես ասում եմ, փողոցային պայքարի միշտ կա, ինչի չկա, ով Այս հաջողելու շանսեր Ձեր կա։ այս բանակցությունները այս անգամ ինչպես կգնահատեք, արդյունք տվեցին, այսպես ասած, անպտուղ են, թե իսկապես արդյունք կա, ինչպես մենք ներկայացնենք ձեր բանակցությունները, ինչով ավարտվեցին, ոնց որ հանգուցալուծման չեք եկել։ Տեսեք, աշխատանքային process-ը շարունակվում է։ Կտեսնենք ինչ զարգացումներ կլինի, որովհետև մեկը չի կարող կանխատեսել առաջիկա օրերին մեր երկրին, ինչ մարտահրավերներ են սպասում, եկեղեցու դեմս արշավ ինչ ծավալների կհասնի, անվտանգային ինչ խնդիրներ կունենանք, մեր քաղաքական ինչ process-ներ են տեղի ունենալու։ Մենք բնականաբար այդ հաշվարկների մեր աշխատանքները կազմակերպելու մեջ ենք։ Մենք ամեն օր աշխատում ենք մեր քաղաքացիների հետ, տարածքներում ուժեղացնում ենք մեր կազմակերպությունները, շատ հստակ այդ մասին հայտարարել ենք։ Այո, մենք պատրաստվում ենք ամեն գնով այս իշխանություններին հեռացնելու։ Բայց այսօր բանակցություններով որևէ համաձայնության չեք եկել։ Ես չգիտեմ դուք ինչ ակնկալիք ունեիք այսօրվա հանդիպումից, այսքան sense որ բան եղավ, արդեն չկրկնվեմ, իրենք մեր ընկերները ներկայացրան իրենց տեսակետները, մենք մերը եւ ասել ենք էս կա։ Այդպես ավարտվել։ Իսկ քաղաքացիական Հիմա չգիտեմ, դուք անդադ ուզում եք ինչ-որ գնահատական տակ, ես ասում եմ Վերջը ո՞ր է վերջը եղել է նորից սկզբից կրկնամ։ Ինչով ավարտվեցին ձեր բանակցությունները։ Ինչ որ հայտարարեց պարոն Մամիջանյանը ու ինչ որ ես Հայաստան խմբակցությունը պատրաստ է եւ արդեն ունի 28 ստորագրությունը, երբ որ գործընթացը մեկնարկի այդ ստորագրությունները տրված են ցանկացած բանակցության սեղանի շուրջ կարող են վստահաբար հայտարարել, որ այդ 28-ը ունենք եւ սլակներ ուղղեն այն падգամավորների վրա հատկապես նախ երկուսը ապահովելու ու կենտրոնանան ԿՊ-ի վրա, փողոցային պայքարում ասել ենք, որ մենք պատրաստ ենք ամբողջական աջակցություն ցուցաբերել, ծրագիրը հասկանալով, տիրապետելով դետալներին, ով ինչ ոնց մեր առանցքային մասնակցությունը ունենանք, բայց process-ը ունի քաղաքական պատասխանատու ուժ։ Հիմա դուք ինձ հարցեր եք տալի, որ պետքա տակ ոչ թե ինձ, Սրանքիդը ձեզ բավարարում է, պարոն Սաղաթելյան, այս անգամ հաջողել եք, թե նախորդների պես էլի այսպես կետում մնալ եք։ Ես ստեղ այդ հարցին թող պատասխանեն մեր ընկերները։ Ես մի շարք հարցեր ունեմ, ես մշտապես հավատացել եմ եւ հավատում եմ փողոցային պայքարին։ Ռեսուրս կա, մարդկանց տրամադրություն կա, բայց այդտեղ կան նաեւ բազմաթիվ հարցեր, որոնք պետք է ունենան իրենց ամբողջական պատասխանը։ Ես չեմ կարծում, որ այս հանդիպումով ամեն ինչ ավարտվել է, դեռ կշարունակվի process։ Դուք ասում եք ձեր գործընկերներին դիմենք այդ հարցը, բայց դուք քիչ առաջ նաև նշեցիք, որ բանակցությունների մասով եւ տարվող process-ի բոլոր փուլերում դուք ձեր աջակցությունն եք ցուցաբերելու, դուք անմասն չեք մնալու եւ նաեւ այդ երկու ստորագրությունների մասով Հայաստան դաշինքը բանակցություններ սկսելու է քաղաքացիական պայմանագիր խմբակցության։ Գիտեք, process-ը ունի քաղաքական պատասխանատվություն ստանձնած քաղաքական ուժ։ Դա ենթադրում է, որ լոկոմոտիվը այդ ուժն է։
մենք ծրագրի մասին խոսել ենք, բայց շատ դետալների մեջ չենք մտել։ Ես ասում եմ, բաց բավականին հարցեր կան։ Ժամկետների, քայլերի հերթականության եւ այլ եւ այլ։ Հիմա եթե կշարունակվի այս խոսակցությունը, կհասկանանք մենք ինչ պատրաստ ենք քննարկել, ինչի մասնա խոսքը, բայց sense վերջնական կատեգորիկ պատասխաններ այս բանին չկա ձեր հարցը։ Հնարավոր է որ սպասում եք այլ մարդկանց կողմից կամ եթե ավելի այսպես ասած ամբողջացնենք եկեղեցու ձայնը լսելու եկեղեցու կոչով Ես չեմ ուզի այս process-ը կապել եկեղեցու պաշտպանության process-ի հետ, որովհետև սրանք տարբեր բաներ են եւ տարբեր հարթություններ են ու սա պետք չի լրիվ ուրիշ process է եկեղեցու վրա հարձակումը, լրիվ ուրիշ խնդիր է դրված եւ այս process-ները պետք չի նույնացնել։ Բայց նախորդ տարի նույն այդ վստահությունը, կոնսենսուս համախմբվածությունը կար, կարծես թե Բագրատ Սրբազանի ակցիայի ժամանակ, բայց էլի ինչ որ դրական տեղաշարժ չեղավ։ Ես նորից եմ կրկնում, նախորդ 4 տարվա ընթացքում որ դա տեղի չի ունեցել, որտեղ բավարար ստորագրությունները չեն եղել։ Եղել են նաև այլ տեխնիկական եւ այլ խնդիրներ, բայց հիմնական հարցը դա է եղել։ Հիմա մեկ անգամ եւս կրկնում եմ։ Այս բլեֆից պետքա դուրս գան գործընթացը սկսելու համար այդ անտեր ստորագրությունները պետք են։ Պետքա կենտրոնանալ դրա վրա։ Հայաստան խմբակցությունը ասում է դա կա։ Կենտրոնացեք ուրիշի վրա։ Ընտրություններ լինեն արդեն հերթական։ Կարող է մի տարի հետո դա լինի եւ ընտրություններ Դե ეხեք այդ հարցին ստալի։ Դե դուք եք որտեղ կողմերից մեկը։ Ես պատասխանեցի ձեր հարցին, չէ՞։ Կա կոնկրետ մի ժողովուրդ ամեն ինչը նախաձեռնում նախաձեռնում։ կատարել Նարեկ Մանլյան, ասելով, որ Սերյան Օհանյանի հայտարարությունը, որ հանդիպում կունենաք պատիվ ունենի այդ իմպիչմենտի թեմայով, սուտ է, պատրաստ չեք, հանդիպում չի եղել, չի լինելու։ Ուրեմն, որպեսզի ձեր համար շատ հստակ լինի, Նարեկ Մալյանը մեր խոսակիցը չի այս հարցերով։ Եթե մենք ունենք այս օրակարգով հարց քննարկելու, դա քննարկելու ենք հանրապետական կուսակցության հետ, եթե ես խոսելիք ունեմ այս թեմայով, խոսելու եմ Սերժ Սարգսյանի, հանրապետական կուսակցության գործադիր մարմնի եւ պատիվ ունեմ խմբակցության հետ։ Հետեւաբար Նարեկ Մայլյանը մեր խոսակիցը չի ու ինքը պետք է աշխատի այս process-ին շատ չխանգարի, եթե սրտացավ այդ հարցը։